Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ Շաբաթ օրը շարունակվել է վարչապետի աշխատանքային այցը Լոռու մարզ, հիշեցնենք Նիկոլ Փաշինյանն այդ մարզում էր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։ Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված մոդուլային տիպի 144 տեղ հզորության մսուր մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 միլիոն դրամ։ Իսկ Գարգարում էլ Նիկոլ Փաշինյանի ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը։ Արդեն 2026 թվականին Գարգարը կունենա նոր կրթահամալիր, որը բաղկացած կլինի 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից եւ 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Հաջորդ թիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Այս հաստատությունն ընդգրկված է կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում։ Այստեղ կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել եւ շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով։ Եվ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ կառավարությունը ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով եւ բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։ Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին։ Ի վերջո դպրոցի եւ կրթության ամենակարևոր նպատակը այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով նկատի ունենք, որ լավ ապրեն։ Եվ սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այն կարգախոսը, որը կառավարությունն առաջարկում է որպես նախագիծ, բոլոր աշակերտներին պետք է ազդարարի։ Լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված են միայն գիտելիքի վրա։ Վարչապետը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել եւ ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ Ցավոք, մենք երկար ժամանակ այդպիսի խոսույթներ ենք տեսել, Հայաստանում այդ խոսույթները հետաքրքիր է, ուշադրություն չենք դարձրել, կողքով անցել ենք ու չենք նկատել, որ բազմաթիվ աշխատանքներ երբեմն նույնիսկ ուսուցչի աշխատանքը ընկալվել է որպես թե որ տնից դուրս գանք, տնից դուրս գալու տեղ լինի եւ այլն եւ այսպես շարունակ, որը ինքը թվում է թե շատ պարզ կենցաղային հեշտ լուծվող հարց է, բայց ինքը ոչ միայն շատ բարդ իրավիճակ է, այլև իր հետևանքներն են շատ ծանր եւ հանրության, եւ կրթության, եւ աշակերտների համար, եւ մենք դա պետք է բացառենք։ Փաշինյանի դիտարկմամբ պետք է վստահ լինել, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, ունի պատշաճ հմտություններ։ Եվ ուզում եմ, որ իսկապես մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու բարեկեցության հարթակ եւ ինչքան խոսում ենք այս մասին եւ մտածում ենք, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունը այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում եւ ինչ որակով, ինչ տրամաբանությամբ, ինչ հետևականությամբ, ինչ աշխատանքով այդ ապագան կկառուցվի, այդ ապագան կլինի համապատասխան այդպիսին եւ կարտահայտվի ոչ միայն ապագայում, այլև այսօր։ Վարչապետն աշխատանքային այս այցի շրջանակում այցելել է նաև Ալավերդիի Սանահին կայարան թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը։ Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 միլիոն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել նախորդ տարվա հեղեղումների հետևանքով։ Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Աղթալայում, ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքների, նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մաստակի կամ ամբողջական քայքայված են եղել եւ պիտանի չի եղել շահագործման։ Փոխարենը կառուցվել է M6 Աղթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր երկրորդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 միլիոն դրամ։ Հաջորդի վարչապետին ներկայացվել են Խարկով բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Երկրի ղեկավարը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի եւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ Տավուշի մարզի Բերթավան բնակավայրի Ղալին-Ջաքար ամրոց։ Վարչապետը նաեւ հանդիպել եւ հետաքրքիր զրույց է ունեցել Իծաքար համայնքի բնակիչների հետ։ Արդեն համարյա ծեր է Եվրոյա կրել բարևատ Համարյա Բալդան չեն հասնում, մենք կողմից բալդան 7 կիլոմետր հասնում Արդեն է բանը շատ սիրում ճամփ Ես կտրոնը վատն է Ես կտրոնը յալից է Աս նոր է տենք Խոսում ես պրծնենք Բանն է Ես պրծնենք չինչինը մեկ էլ դեպի ներքև ու վսյո Ձեր ճամփեկից պրծնում է Մենակ է ուրիշ կաչկը Ուրիշ բանն էլ պետք է արդեն գնալ գալը շատանա դրա հետ կամած պետք է հնարավորություն ոնց որ նախորդ Ինչքան հնար կա թե ինչքան հնար կա Այս բաղերի հարցը Այս այդ ծրագիրը, որ բանում անում ենք, բերքաբերում ու խաշտարակում, բերելու ենք ձեզել առաջարկում Դե գիտեք ինչ ենք անում, ընդեղ գալիս են մասնագետները հողերը նայում են, թե տեղ ինչը ամենաառատ բերքը կտա Չէ, ստի գործը անասնապահությունն է, անասնապահությանը մարել ծրագրի կա Հիմի ընդեղ որ անում ենք, սկզբի ժողովուրդը չէր ուզում, բայց հիմի ընդհակառակը Հերթ ենք անում, որը գնում են բան են անում, այգիների մաքրում են Ընկիները սերտիֆիկացված տալիս են կաթիլային ոռոգումը ու որ մի տեղ մի բանը շատ առնողներն են, գործանողներն են իմանան, որ ասենք ստեղ տանձող ընձոր ուզում են տանձող ընձոր ոնց որ բանը, ոնց է չինարին, ոնց է գալիս են կանգնում ֆուրով, թուզը տանում ընդեղ նուր հոներ ու իջ մոշ նուր Ասենք, ով որ նուրը ուզում, գիտի, որ այս ինչ յուղում նուրը շատ կա Կգան կկանգնեցնեն, կվճարեն, կպանեն Անասնապահության համարել ծրագրեր այո, ճիշտ Արոտավայրեր ունեք նորմալ Ես Այդ նպաստները քանդելի են Այդ ֆերմենտը ճավել լավ որ քանդում, պետք է քանդենք նորը սա Հադի գորի նորը Բայց ծրագրեր ենք անում այդքան 70%-ը փողի հետ ենք տալիս, ասում ենք սարքեք 70%-ը 50 հեկտար հանում ենք արոտավայրը խոթա Ֆերմենք հանդվենա էլ ոչ մեկս չենք Բայց ծրագրեր ունենք, որից դուք էլ խաբար չեք Ոչ հետաքրքրվում եք, ոչ մենք ենք ասում Բարելյան օրը չենք մեկը Ռոդրը սովորել են Երկու մայ է թեկտալի Ետ անգամ որ խոսում է գիտես չէ Ճիշտ է, սե ասում Դու ես շատ էր լսում ձեր ամեն մի գելուց Վերջապես կարացին ասես որ ժողովուրդին սովորցրել են չաշխատել Նա են որ ասում են աղքատ ենք դարսերով վիշևներ չեր աղքատել Վերջապես մի մարդ կա ինձ հասկանում Քեզ եմ մանկալիս Սա որ իմ գործ է տա իմ խոասասները մեր ժողովորդի մեջ տարածում Շնորհակալ եմ, շատ բարձր Բայց մեկը մեր ժողովորդը մի քիչ լոդը սովորել է Լոդը են սովորել Նոր չի էլ ես արդեն 30 տարի Ապա մենք ենք մեղավոր, պետք է Այո, անցար այդ մեր գործը Այդ ենք Հտման, ինչով եմ ասում, օրս տնից եմ բերել, իմ հետն է քեզ նման մարդ է Գիտես առաջինը Քո ընտանիքի նման ընտանիքից դուս եկա Ամսի 20-ից հետո անընդհատ ստուգում եմ տենամ այդ հետ վճարը երբ հազար Ավտոքերի ակտեր պաշտպան է, դեոչեր լավ Պաստանի ոնց Հա, Այդ մեկը չէ, այ եղբայրը, ես դու Իսկապես քեզ եմ Ես մի բան ասեմ Ես մի բան մենք կանգող եմ եկել եմ անձամբ դիմում տվել մի կառավարությունը Մեր գազերը 7 տարի էր տրասան կար այս գիծը կար
գյուղում մի հատ տոճկա չկա։ Անցած տարվանի հունիսի 22-ին դիմումը տվել է ու համարյա ամենօրյա կռիվ քաղաքապետարանից ինձ ասում են, ես ինչ ես մեր գլխին դնամ։ Գազեր ես արդեն 2 տարին ակաշած արխեի։ Երրորդ ձեր սեղմում։ Ես անգամ, Ես ինչ հաջող հանդիպում էր։ Շնորհակալ եմ։ գնացել եմ։ Շնորհակալ։ Հապա այստենց որ դու բակասի որ չեմ մի առաջ։ Դու էլ գնացել ես բզել։ Չեր լելու, ես հավատում եմ, որ որովհետև 3-4 անգամ եմ թեժ գծին զանգել եմ, Բա գործի հետևից որ չգնաց։ իջև, դե գնացել եմ, ազիվ տեղ եմ հասել։ Ջոն ջան, տենց հա, պետք է հետևից, գործիդ հետևից պետք է գնաս, չգնացի։ Երբաս հազիվ տեղ հասցրի, բայց քաղաքապետարանը մեր խռովը էլ ինձանի հեմի, ճարտարապետը բանը որոշում են մաղոն այմակ, ասպայս ինչ օ ինտերիվ, այդտեղը ինչ օ ինտերիվ, թե պրայեկտը չկա հիմնարկնակայքայվել ես հենա, վերջապես ապրես, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, գնացիք ժողովուրդ։ Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում կայացել է կրթվել է նորաձև շարժման 30-րդ հանդիպումը ընդգրկելով արդեն 14-րդ համայնք, այս մասին հայտնում են Իմ Քայլը հիմնադրամից։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 450 քաղաքացի։ Բանախոսությամբ հանդես են եկել շարժման նախաձեռնող Իմ Քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մասնակիցների ուշադրությունը սևեռել է ոչ միայն գիտելիքի արժեքի, այլև այն գործնականացնելու կարևորության վրա, ընդգծելով կրթության առանցքային դերը ինքնաճանաչման և սոցիալական ընթացի համատեքստում։ Վարչապետը նաև հանդես է եկել իրական Հայաստան խորագրով իր երկրորդ բանախոսությամբ, ներկայացնելով պետության և քաղաքացիների միջև եղած փոխհարաբերությունների կարևորությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն, այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի իշխանավարման 25-ամյակի առթիվ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ֆիլմում լրագրողի հարցին, թե կա արդյոք միջուկային սրացման վտանգ, Վլադիմիր Պուտինը պատասխանել է, թե Ռուսաստանը բավարար ուժ և ռեսուրսներ ունի Ուկրաինայում սկսած պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Նա հույս է հայտնել, որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է և միայն ժամանակի հարց է։ Նախագահի խոսքով Ռուսաստանը բավականաչափ ուժ և ռեսուրսներ ունի 2022 թվականին սկսվածը հասցնելու իր տրամաբանական ավարտին, այն արդյունքով, որն անհրաժեշտ է Մոսկվային։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Իսրայելի Բեն Գուրիոնին միջազգային օդանավականին Եմենի հութիների կողմից հասցված հարվածներին, հավելելով, որ Իրանը նույնպես կբախվի հարվածի հետևանքների հետ։ Հիշեցնենք, որ 3 Եմենի հութիների խմբավորման կողմից հարձակված բալիստիկ հրթիռը հարվածել է օդանավակայանի մոտ տարածքին, վնասելով ճանապարհը։ Հարվածի հետևանքով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը, հայտնել է Ալ Ջազիրան։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան արտադրության THAAD առաջադեմ համակարգ և իսրայելական հեռահար ՌՕ պաշտպանական համակարգը չեն կարողացել խոցել հրթիռը։ Հետաքննություն է ընթանում։ Ըստ իսրայելական կողմի հարվածից տուժել է 8 մարդ։ Եմենի Անսար Ալլահ զինյալ խմբավորումը կիրակի երեկոյան հայտարարել է Իսրայելի օդային համապարփակ շրջափակման մասին, ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման հրեական պետության որոշման։ Այսքանն ենք առանձնացրել այժմի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։